Ողջունում եմ ձեզ, սիրելի հետևորդներ, այսօր հինգշաբթի է, հերթական հաղորդման օրն է։ Խոսելու եմ մի քանի կարևոր թեմաներից, ահասարսուռ դեպքերից, որոնք տեղի են ունեցել մեր հայրենիքում, նաև իշխանության և եկեղեցու միջև տեղի ունեցող այդ հակամարտությունից, թե ով է իր տեղում կամ դերում, դրա մասին կխոսենք հենց հաղորդման շրջանակներում։ Եվ սիրելի հետևորդներ, մի կարևոր հարցի եմ անդրադառնում, այդ պրոցեսը տևել է մոտավորապես մի քանի տարի։ Դրա մասին ունեմ վիդեոհրապարակած, որը կարճ կտեղադրեմ հենց այս նյութի մեջ, որպեսզի ընդհանուր կարծիք կազմեք։ Այն դատական պրոցեսների մասին եմ ցանկանում խոսել, որոնք մեկնարկեցին մի քանի տարի առաջ իմ անձի շուրջ, այդպես անվանական Գայանե Սարգսյան այդ անձի շուրջ, այդ տեղի ունեցող քաոսային ուղղակի այսպիսի խառնաշփոթ իրավիճակ էր։ Մի քանի հոգի իրար հետ, որոնք երկու հոգու գլխավորությամբ էին գործում, դրանք բոլորը միասին համացանցում ամենավերջին այդպես բամբասանքները, զրպարտությունները իմ հասցեին էին հղում։ Եվ ահա այդ նյութը մեզ մոտ պահպանված է, չնայած նրանք ջնջել են այդ նյութերը, նաև նյութի տակ ամբողջական մեկնաբանությունները, որպեսզի ազատեն իրենց գլուխը եւ համապատասխան պատիժը չկրեն պատկան մարմինների կողմից։ Ահա այդ նյութերից մեկը, որը ամբողջական պահպանված է մեզ մոտ կրիչների եւ սկավառակների վրա, դրանք կան, բայց իրական նյութում այդ ամենը ջնջված է։ Խնդրեմ լսեք։ Կոլեկտիվ կարելի ասել կոլեկտիվում ներ են խոժում տարբեր անսպասելի չար մարդիկ, որոնց բառապաշարը բոլորովին մերին չի համընկնում եւ նույնիսկ չեմ ուզում կոմենտել դա ով էր ինչ էր, չնայած արտահայտվեց աղջիկս գրեց ներքևում fake age-ից եւ նկարը դրված էր բոլիվուդյան, այո, հնդկական դերասաններից մեկի նկարը, իսկ տակը գրված էր հայկական անուն ազգանուն Գայանե Սարգսյան, հանգստացիր, չարդ մեջի հերիք է, դեմքդ պատրեցիր եւ բոլորը տեսան դու ով ես եւ ինչ բառապաշար ունես, այդքան բան, այլ ոչինչ չեմ ուզում քեզ պատասխանել։ Ահա սիրելի հետևորդներ, այդ անձինք դատական պրոցեսի ողջ ընթացքում նրանք ուղղակի հերքեցին իմ անձին վերաբերող այդ բոլոր մեկնաբանությունները, նյութերը։ Սիրելի հետևորդներ, թողնում եմ ձեր դատին, թողնում եմ նաև վերին ուժերի այդ դատին։ Ինձ համար կարևորը իմ անունը մաքրելն էր այս հարթակում, իսկ դա տեղի ունեցավ։ Չնայած դատարանը երկու դեպքում էլ համարեց, որ իմ հայցը անհիմն է, քանի որ մի դեպքում ամբողջական վիդեոներ ջնջված, մյուս դեպքում ուղղակի այդ հատվածը, բայց միևնույն է այդ ամենը կա, եթե դուք այս դատավորների ձեռքից դուրս պրծաք, վերին դատավորի, վերին ուժերի մոտ դուք ձեր ուղղակի այս ստորագրությամբ հաստատել եք ձեր մեղսունակությունը։ Եվ այսպիսով, սիրելի հետևորդներ, ահա այն հատվածը, որտեղ խոսում եմ դրա մասին։ Եվ իմացեք, սիրելի հետևորդներ, ում եք դիմում, ինչի համար եք դիմում, եւ արդյոք նրանք այդքան արդար են, որպեսզի կարողանան ձեզ ճիշտ ուղու վրա դնել։ Հաջորդ կարևոր այդ իրադարձության մասին, որ ցանկանում եմ խոսել, այն մի քանի տարվա մբաղեմություն ունի։ Մի քանի տարի առաջ իմ անձի շուրջ այսպես սկանդալային վիդեոներ էին տարածվում, անմիջականորեն հենց այնտեղ նշվում էր իմ անուն ազգանունը եւ չկա մեկը Հայաստանում վերջին տարիներին 20 թվականից հետո, որը կրի Գայանե Սարգսյան անուն ազգանունը եւ լինի աստղաբան եւ ճիշտ կանխատեսումներ կատարի։ Եվ դա խանգարում էր ոմանց, երկու հոգի, նրանք իրար հետ մի ակցիա սկսեցին իմ անձի հանդեպ, վիդեոներ հրապարակեցին, անվանական մեղանդրանքներ անուն ազգանունով իմ անձը արատավորելու համար։ Այնպես ստացվեց, որ ուղղակի նրանց լռեցնելու համար եւ իմ բարի համբավը վերադարձնելու համար ես ստիպված դիմեցի համապատասխան մարմիններին եւ դատական այդ պրոցեսների մեջ ներգրավեցի։ Ինչն է հետաքրքիր, որ երկու կողմն էլ բացառապես հրաժարվում են իրենց մեղքի բաժնից, նշելով, որ չեն ճանաչում, թե ես ով եմ, բայց այստեղ մի մեծ բայց։
Այդ process-ի հենց սկզբում 40-րդ օրը այդ երկու անձի միջև տեղի ունենում շատ մեծ սկանդալ, այդ վիդեոները կրկին հրապարակվում են, ինչպես իմ անձին վերաբերող, նրանցից ամենաջահելը, որը տիրապետում է անեծքներ տալու անդառնալի արվեստին, ամենաչար անեծքները, ամենավատ խոսքերը հղում է այն մյուս կողմին, որի հետ նրանք միասին սկսել էին իմ հանդեպ արշավել ուղիղ 40-րդ օրը, սիրելի հայրենակիցներ։ Հաջորդ կարևոր փաստը, որի ես ցանկանում եմ այն որպես հաղթանակ ընդունել, որ երկու կողմերն էլ հրաժարվում են այն հայտարարություններից, որոնք անվանական հղում էին դեպի ինձ, դեպի իմ անձը։ Եվ նաև հավելեմ, եթե ցանկանում եք մանրամասն տեղեկատվություն իմանալ, ապա Datalytics համակարգում այնտեղ հայցվոր բաժնում կգրեք իմ անուն, ազգանունը եւ այն անձի անունը, անձանց անունները, որոնց հետ ես այդ process-ների մեջ եմ ներգրաված եղել։ Այնտեղ կտեսնեք, որ երկուսն էլ ուղղակի հրաժարվում են իրենց հրապարակած նյութերից եւ այն վանկարկումներից, անվանական այդ բոլոր մեղադրանքներից եւ վիրավորանքներից, որոնք տարիներ առաջ հղում էին իմ հանդեպ։ Այսպիսով ես համարվում եմ, որ ես հաղթել եմ։ Սիրելի հետևորդներ, հաջորդ կարևոր թեման դա այս մեր երկրի ներսում տեղի ունեցող այդ սպանությունների, ինքնասպանությունների շարքն է։ Չնայած դրա մասին մանրամասն խոսել եմ, ներկայացրել եմ դեռևս մարտի 27-ի մոտակայքում, երբ Սև լուսինը մուտք գործեց Կարիճի կենդանակերպ։ Մինչև դեկտեմբերի 19-ը Սև լուսինը Կարիճի կենդանակերպում է լինելու։ Ցավալիորեն այդ բոլոր դեպքերը ակտուալ են լինելու մեր կյանքում։ Դեռևս 3 նոր Մարսը մտավ Աղեղնավորի կենդանակերպ։ Ամբողջ ամսից շատ Մարսը Սև լուսնի հետ միացած Կարիճի կենդանակերպում տեղի ունեցան այդ ոճրագործությունները։ Սիրելի հետևորդներ, ցավալիորեն 2 երեխաների դեպքում էլ ես ճշգրիտ կանխատեսումներ եմ կատարել։ Հեշտ չէ աստղաբանական սիմվոլների միջից գտնել իրական պատմությանը մոտ այդ դրվագները։ Եվ այն, ինչ տեղի ունեցավ 2025 թվականի մայիսի 4-ի 5-ի մոտակայքում էր այն 2 տարեկան Տիգրանի հետ կատարված դեպքը, դրա մասին ես կանխատեսումներ եմ կատարել մայիսի 9-ին, դրանից հետո մոտավոր 2-3 օր հետո արդեն հրապարակային իմ եւ վիդեո ուղերձում եւ նաեւ Facebook-ում հայտարարությունը տրվել է։ Ինչն էր հետաքրքիր, որ առաջին երեխայի դեպքում հստակ ցույց տվեց, որ կորել էր հարևանի եւ իրենց բակի այդ տարածքից ճանապարհից եւ այնտեղ նշել է, որ K2 կետից լուրջ կլինի եւ հենց 20 օրից տեղի ունեցավ զարհուրելի միջադեպի բացահայտում։ Հաջորդ զարհուրելի միջադեպը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին, կրկին Տիգրան անունով մանկահասակ երեխայի դեպքն էր, սահմռկեցուցիչ այդ սպանության դեպքը։ Սիրելի հետևորդներ, ես քարտեզը կրկին կառուցեցի։ Աստղաբանական հաշվարկների միջոցով է տեղի ունենում այդ բոլոր կանխատեսումները։ Դրանք պահանջում են երկարատև տարիների փորձ եւ համարձակություն այդ ինֆորմացիան տրամադրելու։ Սիրելի հետևորդներ, առաջին իսկ հաշվարկներից հասկացա, որ լուսինը գտնվում է շատ բարդ վիճակում եւ շատ սառը կենդանակերպում։ Լուսինը հարազատներն էին, լուսինը մոր կերպարն էր եւ 5 կետից այն մոտենում էր հանգուցալուծմանը, իրավիճակը մոտենում էր հանգուցալուծմանը։ 2 դեպքերում էր կանխատեսումները կանխավ կատարել եմ իմ շրջապատի մարդկանց այդ շրջանակներում։ Դրանք իմ գործընկերներն են, բիզնես գործընկերները, իմ աշակերտները, իմ համախոհները, մինչ այս համացանցային լսարան անցնելը արդեն իսկ իմ շրջապատում ես 2 դեպքում էլ խոսել եմ եւ տվել եմ կանխատեսումներ, որոնք ճշգրիտ էին համարվում։ Եվ ինչ տեղի ունեցավ 5 կետից, 5.5 կետից էր, բայց 5 կետից արդեն հանգուցալուծում է երևում էր։ Իմ հրապարակումից ուղիղ 3 ժամ հետո ցավալիորեն լսեցինք երկրորդ բոթաբեր լուրը։ Երկուսի անունն էլ Տիգրան էր։
Որոշեցի հանրայնացնել սիրելի հետևորդներ, որովհետև համացանցում ակտիվ եմ, բայց YouTube-ում իմ հաղորդումները երբեմն նկարահանվում են մի քանի օր առաջ կամ մեկ շաբաթ առաջ, եւ ես ժամանակին չեմ կարողանում այդպես մուտք գործել, քանի որ YouTube-յան հաղորդումներս համակարգված են այդպես ցուցադրվում, ես ստիպված եմ լինում Facebook-յան եւ Instagram-յան հարթակում հանդես գալ։ Ուստի սիրելիներս ուշադիր եղեք, այնտեղ երբեմն գրավոր հրապարակումներ եմ կատարում։ Եկեք եւ տեսեք, որ Սև լուսինը աշխատում է։ Սև լուսինը կարիճի կենդանակերպում եւ դա իր հետևանքներն է թողնում մեր հանրության, մեր հասարակության, մեր կյանքի այդ կենսական ռիթմերի վրա։ Ինչի է դա տեղի ունենում, սիրելի հետևորդներ։ Դա տեղի ունենում նրա պատճառով, որ մենք յուրաքանչյուրս պետք է լինենք մեր տեղում եւ դերում։ Ինչ է տեղի ունենում։ Մենք ծնվել ենք մեր աստղաբանական քարտեզներով, մենք բերել ենք մեր ծրագիրը։ Մենք պետք է մեր ծրագրին համընթաց գնանք։ Բարդմոլորակային դիրքերը իրենց ազդեցությունն են ունենում մեր ճակատագրի վրա։ Ես ցանկանում եմ անդրադառնալ մի քանի քաղաքական գործչի, որոնք արդյոք իրենց ծրագրով են եկել, նրանք իրենց տեղում եւ դերում են եւ ինչու են այս պահին հայտնվել բարդ իրավիճակում։ Սիրելի հետևորդներ, ուսումնասիրել եմ մի քանի անձի քարտեզներ, որոնք կարևոր նշանակություն ունեն մեր ազգի, մեր հայրենիքի համար։ Վարչապետի քարտեզում ինչ եմ տեսնում, սիրելի հետևորդներ, քանի որ նրա մոտ լուսինը եւ սև լուսինը գտնվում են ձկների կենդանակերպում, իսկ խավարումները այս սեպտեմբերի 7-ի եւ մարտի 3-ի խավարումները անմիջականորեն շոշափում են նրա լուսին եւ սև լուսին այդ կարևոր դիրքավորումները եւ դա տալիս է նրան կարծես վախեր հոգևորի հետ կապված, հավատքի հետ կապված, երևի թե հավատքը ամրացնելու այդպիսի իրավիճակներ։ Բայց նրա քարտեզում հակադրվում է Գարեգին երկրորդի տվյալները։ Այս երկուսը պատահական չէ, որ այս պահին գտնվում են այդ կարևոր իրադարձության այդ դիրքերում, հա։ Ինչ է տեղի ունենում, նրա մոտ բարձրացող հանգույցը ձկների կենդանակերպում է եւ սև լուսինը խեցգետնի կենդանակերպում։ Ես ձեզ ասել եմ, չէ, որ իծն է Գարեգին երկրորդին տրված է եղել պարտականություն, կարմիկ պարտականություն, որպիսի նա ֆիզիկական այդ դաշտից անցնի հոգևոր դաշտ։ Այսինքն այն բոլոր բիզնեսները, այն նյութական արժեքները, որը նա կրում էր ուներ, նա ժամանակի ընթացքում պետք է փոխակերպեր հոգևորի։ Այնպես չի, որ Գարեգին երկրորդը չունի այն տվյալները եկեղեցին մեր քրիստոնեական այդ կրոնը ղեկավարելու այդ ձիրքը։ Նա իծն է այդ ամենը ունի, բայց ժամանակի ընթացքում, տարիների ընթացքում, եթե դու խախտում ես այդ կարևոր ուխտը, ապա որոշակի շրջափուլեր կան եւ դա միշտ էլ նշում եմ 56, 57, 74-ից 75-76 տարեկային այդ շրջափուլներ, այդ տարիքներն են մարդիկ ունենում են խնդիրներ։ Ինչ է կատարվում մարտ ամսին այդ լուսնի խավարում կա, որը ճակատագրական կարող է լինել նրա համար, բայց կտեսնենք արդյոք վերին ուժերը կօգնեն նրան հաղթահարելու այս կարևոր ճակատագրական պահը, թե նա պատասխան կտա այն ամենի համար, ինչը կատարել է իր կյանքի ընթացքում։ Սիրելի հետևորդներ, գործող վարչապետը, նրա իջնող հանգույցը երկորակի կենդանակերպում, նա փոքր քաղաքականությունից, լրագրությունից պետք է անցնի մեծ քաղաքականություն, բարձրացող հանգույցը աղեղնավորում է։ Իսկ կյանքի որոշակի շրջափուլերում նա կարող է ուղղակի տեղափոխվել արտերկրում ապրելու, եթե ամեն ինչ նորմալ ընթանա այս տարիների ընթացքում։ Սիրելի հետևորդներ, նաև ինձ համար շատ կարևոր է սրբազաններից երկուսի քարտեզներն եմ ես դիտարկել, Արշակ սրբազանի եւ Արամ սրբազանի քարտեզները։ Ինչ էր կատարվում, որ երկուսի մոտ էլ շատ կարևոր դիրքեր կան։ Արշակ սրբազանի իջնող հանգույց խեցգետնում էր Սատուրնի հետ։ Նա ծրագիր է վերցրել վերևից, որ պետք է գնա դեպի պետություն, պետականաշինություն,
ուղղակի ճիշտ ընտրություն չի կատարել։ Նա կարող էր կարևոր դերակատարում ունենալ մեր երկիրը շենացնելու պետական համակարգում կարևոր դիրքեր գրավելու առումով, բայց քանի որ նրա Լուսինը կարճի կենդանակերպում էր, նա հայտնվել էր այդ սեքսուալ սկանդալի կիզակետում, թե ինչու դա միայն կարող են իմանալ աստղաբանները եւ իմ համախոհները, որոնց հետ քննարկել ենք։ Այո, այս անգամ դեր խաղաց Լուսինը կարիճի կենդանակերպում։ Կարիճը դա սեքսուալ դաշտն է, Լուսինը հարազատ կնոջ կերպարը։ Ինչևէ, ամեն մեկն իր կարմանունի յուրաքանչյուրը իր կյանքի ուղին է փնտրում։ Հուսանք, որ ժամանակի ընթացքում մարդիկ կհասկանան այդ բարձրալի, այդ կարևոր ծրագիրը, որի միջոցով նրանք եկել են այս կյանք, իսկ թե ինչպես կանցկացնեն այդ ժամանակահատվածը, որը վերցրել են, այդ արձակուրդը, որը վերցրել են այստեղ գալու համար, դա ցույց կտա ժամանակը։ Արամ Սրբազանի դեպքում դիտարկել ենք բարդ մոլորակային դիրքեր, Լուսինը առյուծի կենդանակերպում, այսպիսի մի բան կարող եմ ասել, որ նա ուղղակի հնարավորություն ունի իր սերը ժողովրդի հանդեպ ցույց տալու 26 թվականի օգոստոսից 1 տարով։ Նա ուղղակի այդ ժամանակահատվածում շանս ունի ժողովրդի հետ մերձենալու։ Եթե հակառակ process-ը չլինի, եթե Գարեգին երկրորդը ուղղակի հրաժարվի կամ նրանք կարողանան հանել իր դիրքերից, ապա 1 տարի է շանսերը, բայց բարդ քարտեզունին նա կարող է չդիմակայել այդ բոլոր ճնշումներին։ Սամվել Կարապետյանի քարտեզում էլ նա պետք է իր գործունեությունը շարունակի հայրենիքում, արտերկրում եղել է, նա կարևոր մրցակից է հանդիսանում Նիկոլ Փաշինյանի համար։ Տեսնենք ժամանակները ինչպես կընթանան, մենք էլ կկատարենք մեր աստղաբանական կանխատեսումները, իսկ նախորդ երկու ղեկավարները իրենք արդեն կորցնում են իրենց շանսերը։ Նրանք հնարավորություն ունեն իրենց լավագույն որակները ցույց տալ մինչև 26 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին։ Ես կարծում եմ, որ հրապարակ դուրս կգան ավելի լուրջ, ավելի մեծ պոտենցիալ ունեցող մարդիկ, իսկ այս պահին Սամվել Կարապետյանը եւ դուք ուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն են հանդիսանում ավելի մեծ պոտենցիալ ընդդիմադիրներ գործող վարչապետի համար։